Ողջույն, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը լավ է, հետևորդներ ջան, այսպես հագնվե, պատրաստվե, սիրունացը, տեղ եմ գնում, ուր եմ գնում եմ մեր Սուրբ Նիկոլայ եկեղեցին, որը գտնվում է Ամրագից գյուղում, ինձ շատ հետաքրքրեց, որովհետև եկեղեցին նոր է վերանորոգվել, բավականին մեծ աշխատանքներ է կատարվել եւ հետաքրքիր ինչ-որ փոփոխություններ կան եւ ինձ շատ հետաքրքրեց եւ որոշեցի գնալ եւ անձամբ այցելել եկեղեցին, նկարահանել, համ ես կտեսնեմ, համ ձեզ ցույց կտամ, թե ինչ հիանալի եկեղեցի ունենք Ամրագից գյուղում։ Այնպես որ պատրաստվել եմ, ամուսնուս էլ ասում եմ արդեն ոտքը գիպսից հանել ենք, դե չեն թույլատրում ոտքը լրիվ գետնին դնել, ոտի տենց թաթով, մեկ շաբաթ պետք է այդպես դնի, բայց դե չի խանգարում մեքենա վարելու համար եւ առաջին տեղը, որ իսկ ուզում եմ, որ ամուսինը ստանի, դա եկեղեցի գնալն է, ամուսնուս հետ գնում եմ Սուրբ Նիկոլայ եկեղեցի։ Հիմա ես սպասում եմ մեքենան ինչքան ժամանակ է, որ դե չի բան եղել, խոտ չի տվել, այսպես ասած, հիմա մի խոտ է տվել, թող մի 10-15 րոպե այդպես աշխատի ու նոր կարողանանք գնալ եկեղեցի։ Եղանակը քանի լավն է, առավոտյան անձրև էր, վատ եղանակ էր, մռայլ, հիմա ոնց որ անձրևը կտրվեց, եղանակը բացվեց, լուսավորվեց, ասի քանի բանա գնանք եկեղեցի։ Հիմա ոնց որ արդեն երևի պատրաստ է մեքենան, ամուսինս սիգնալ է տալիս, բայց հեսա տեսնեմ թե ինչը, գնանք եւ այնտեղ կմիանամ ձեզ հետ։ Ահա հետևորդներ ջան, արդեն նստանք մեքենան եւ գնում ենք դեպի Սուրբ Նիկոլայ եկեղեցին։ Նշեցի, որ գտնվում է Ամրագից գյուղում, այսպես ասած Կիրովում։ Հեսա մի ստեղուց մեր տանից երևի տենց մի 5 րոպեվա ճանապարհ է մեքենայով իհարկե։ Ամուսինս երբ որ ոտքը դզվել է, առաջին անգամ գնում ենք եկեղեցի, դա լավ նշան է ըստ իմ կարծիքի։ Գնանք համ կման կգանք, համ նկարահանումը կանենք։ Եղանակը բացվեց, շատ լավ է, այնպես որ նկարահանումից չի խանգարի, կարողանամ լավ, սիրուն, մանրակրկիտ նկարահանել եւ ներկայացնել ձեզ։ Սիրուն գնանք, հետո էլ արդեն գամ ու կգնամ աշխատանքի, տեսնեմ ինչ է կատարվում Արաքս սննդի կետում, ինչ են արել աշխատակիցները, ինչ են արել, ինչ են թողել, գնամ ֆռամ ու հետո նորից կգամ տուն, կտեսնեմ ինչ կարելի է անել։ Տեսեք, սա արդեն եկեղեցի տանող ճանապարհն է, գյուղի մեջ է, տես, չէ, գյուղեր առոք, չէ, տները գյուղի մեջ է գտնվում, այսպես բարձրանանք, գնանք, իմիջայլոց ոնց հասկացա, ամսի 12-ին համ համերգ է լինելու, համ հյուրընկալություն Նիկոլայ եկեղեցում, իշքան հասկացա Facebook-յան էջից, կարդացի նման արարողություն պետք է լինի, ավելի ստույգ մանրամասն կճշտեմ իմանալու համար։ Տեսեք, արդեն երևում է եկեղեցին, տեսեք, վերանորոգվել է, առաջ այս տեսքը չուներ, հիմա ներկել են, ձևափոխել են, սարքել են, մի հատ տեսեք ինչ գեղեցիկ եկեղեցի, հեսա մոտիկից կնկարահանեմ եւ ցույց կտամ եւ իմացել եմ, որ զանգերը ընդհանրապես ուրիշ ձև է հնչում եկեղեցու, հնչում է մեր դո ռե մի այդ բաներով է եկեղեցու զանգերը հնչում։ Հիմա հեսա իջնեմ մեքենայից, հասանք արդեն ու մոտենամ եկեղեցի։ Ոյ, տեսեք, ինչքան գեղեցիկ եկեղեցի է, հետևորդներ ջան, շատ սիրուն, հələ վերևի զանգերը, գմբեթները, ինչքան լավն է, շատ, գույնն էլ է հաճելի,
Այստեղ ցույց է տրվում, թե տեսեք ինչ տեսք է ունեցել։ Այս տեսքն է ունեցել, քանդված է եղել, տեսեք պատերն էլ այսպես վնասված, իսկ վերանորոգելուց հետո ահա ունենք այսպեսակի տեսք եւ բրավո այն մարդկանց, ովքեր որ մտածել են, որ կարելի է վերանորոգել, սարքել եկեղեցին, որովհետև միշտ էլ եկեղեցիներ սարքել, վերանորոգելը, հետևորդներ ջան, դա շատ սուրբ գործ է։ Տեսեք ինչ մեծ է։ Ոյ, սիրուն, հələ մի հատ մոտենամ, տեսնեմ այս կողմը ինչ կա։ Առաջի անգամ եմ գալիս, ճիշտն ասած։ Ես զանգերն են, որ ասեցի, չէ, հնչում են դո, ռե, մի, հետաքրքիր, ֆա, հետաքրքիր ձևով են հնչում։ Տան բանը գյուղի մեջ է, տեսեք, հենց եկեղեցուց անմիջապես կողքը, հենց անմիջապես կողքը, տեսեք տուն է, բնակելի տուն է, մարդիկ այստեղ ապրում են, մշակում են, ցանում են, տեսեք համ հնդուշկաներ ունեն, հողամասն է մշակված, այ շատ հիանալի տեղ են ապրում, ես մեծ սիրով կապրեի այսպես եկեղեցու հարևանությամբ, շատ լավ տեղ են ապրում, մեծ սիրով կապրեի, սա պտտվում եմ եկեղեցու շուրջ բոլորը, հետևորդներ ջան, դուրս կամ արդեն դիմացը, տեսեք այսպես պտտվեցի և դուրս եկա, բայց ճիշտն ասած չգիտեմ դուռը փակ է, ուզում եմ հասկանալ եկեղեցին փակ է, թե չէ, հեսա մի հատ դռանն է կմոտենամ հասկանալու համար փակ է, թե բաց, ինձ թվում է փակ է, բայց դե եկեղեցու դուռը բաց է լինում, չէ, չէ, փակ է, դուռը փակ է հետևորդներ ջան, այնպես որ չկարողացա մտնել ներսն է և նկարահանել, ասենք թե ոչ մեկ էլ չկա եկեղեցու բակում, որպեսզի հարցնենք պատմությունը, ովքեր են կառուցել, երբ է կառուցվել, դրսում ոչ մեկը չկա, ամուսինս այսպես մեքենայով սպասում է բերել է, մոտենամ այնտեղ տեսնեմ ինչ ցայտաղբյուր է, միգուցե այնտեղ գրված լինի, թե երբ է կառուցվել, ովքեր են կառուցել, այո, ինչ-որ չէ, սա պատերազմի ինչ-որ բանն է, մի րոպե մոտենամ, մոտիկից պահեմ, դուք էլ կարդացեք հետևորդներ ջան, պամյատե պագիբշի, օչեն ստրենանում, վայնի, անպատերազմի առիթով է դրված 41-ից 45 թվականներ պատերազմի պահով է դրված եկեղեցու հետ, սա ինձ թվում է կապ չունի, ուղղակի հուշարձան է կոթող է, այն երևի Կիրովի դպրոցն է, կամ մանկապարտեզն է, չեմ կարող ասել, ճիշտն ասած տեղանքին ծանոթ չեմ, Կիրով նոր որ եկել եմ առաջի անգամ, հետաքրքիր գյուղ է, սա երևի մանկապարտեզը ինձ կլինի Կիրովի, տեսեք նկարներից արդեն իսկ պարզ է լինում, որ եկեղեցի հարևանությամբ գտնվում է մանկապարտեզը, ամսի 12-ին անպայման օտարերկրից եկած հյուրեր, մեր տեղակիցներ, բոլորը գալու են Նիկոլայ եկեղեցի ման գալու, ինձ թվում է կիրակի օրը ավելի ակտիվ կլինի եկեղեցին, դուռը բաց կլինի և կկարողանանք մտնել ներս և լիարժեք նկարահանումը անենք հետևորդներ ջան, սա գլխավոր մայրուղին է, այս կողմը տանում է դեպի Վանաձոր, իսկ այս կողմով գալիս ենք դեպի Ստեփանավանդ։
տեսարաններով սիրուն է էլի մեր Ստեփանավանը, որով չի։ Ես կողմից երևում եմ, նայեք մեր ձորը։ Գնալու եմ Աշոտ ելեղ նկարահանում անեմ հետևորդներ ջան, Աշոտ երկաթում էլ շատ հետաքրքիր տեղեր կան, շատ սիրուն տեղեր կան, մեծ սիրով գնալու եմ Աշոտ երկաթ։ Ուզում եմ ձեզ ծանոթացնել մեր Ստեփանավանի լավ տեսարանների, սիրուն վայրերի մասին։ Կան հետևորդներ, ովքեր մոտավորապես 30-40 տարի առաջ դուրս են եկել Ստեփանավանից, գնացել են եւ չեն կարողանում հետ վերադառնալ եւ իմ վլոգներում տեսնելով Ստեփանավանը ոնց եմ ներկայացնում, շատ ուրախանում են եւ շնորհակալություն են հայտնում, որ ցույց եմ տալիս Ստեփանավանը։ Պատկերացնեք ինչ կարոտով են նայում եւ ես մեծ սիրով ներկայացնում եմ։ Հիմա այր ենք գնում եմ Արաք սննդի կետ։ Գնամ տեսնեմ աշխատակիցներս ինչպես են, ինչ տրամադրություն ունեն եւ ինչ լավ բաներ են պատրաստել։ Հետևորդներ ջան, սա Ստեփանավանի տեսեք, 6-րդ դպրոցն է։ Մեծ լավ սիրուն դպրոց ունենք եւ միակ դպրոցն է, որ մինչև վերջ երեխաները այստեղ սովորում են։ Կարող են նույնիսկ դուրս գալ գնալ, բայց եթե չէ, կարող են մինչև վերջ մնալ եւ սովորել։ Սա էլ մեր հիվանդանոց բարձրացող ճանապարհն է, հետևորդներ ջան, բայց պատկերացրեք մի 2 տարի առաջ հնարավոր չէր այս ճանապարհով բարձրանալ։ Հիմա որ տեսնում եք սենց հարթ ասֆալտ, դա նոր է արվել։ Ահա որ քանդած էր, քանդ ու քարա, պատկերացնեք մինչև հիվանդանոց հասնելը մի 40 րոպե տևում էր, իսկ հիմա շատ արագ ենք բարձրանում, լավ վերանորոգված է, սիրուն լավ ճանապարհ է եւ իմ կարծիքն է եւ համաձայն կլինեք, որ հիվանդանոց տանող ճանապարհը պետք է լինի միշտ վերանորոգված եւ այսպես առանց խանգարելու, որպեսզի կարողանան մեր սպորիները արագ տեղ հասնեն դեպի հիվանդանոց։ Նայեք, այսպես թեքվում են, սա էլ մեր հիվանդանոցն է։ Ունենք նաև դիալեզի կենտրոն, մոտ մի տարի առաջ կար, որ Աստղիկ բժշկական կենտրոնը այստեղ դիալեզի մասնաճյուղ է սարքել, իսկ մեր դիալեզով հիվանդները, քանի որ չկար, գնում էին Վանաձոր, գալիս էին, պատկերացնում եք ամեն օր գնալ Վանաձոր եւ գալ ամեն 2 օրը մեկ, իսկ հիմա ամեն ինչ հեշտացվել է։ Այսպես ես չեմ որվանան, դու լնդեղ թեզ ասմ եք, կիսով գավիա էր ողջոն, նստի լտենան ինչ կա չկա։ Որ կանցապանդության օրերյանը, ահա ոնց է, բարևում է բոլորից, շնորհակալ եմ բոլորիցը, տեսնում եք հետևորդներ ջան, 10 տարի մայր հետ տեսել, գնաց, տեսավ, եկավ, շատ լավ է։ Թող բոլորն էլ գնան տեսնեն, կամ կարոտ չունենան իրաց ծնողներից, թող բոլորն էլ այո, դա ամենաբարդ բանն է, եթե ծնողի կարոտու պես ու չես կարոտել, դա մենակ ես թողում էլի գալիս ես, էլի գալիս ես, բայց դե մամա ձեռիք ոտքին ատող, չաշխատում, դա էլ է շատ լավ, որ այդ տարիքում աշկետան Անցնելու ես աշխատանքից, միանշանակ։ Հետևորդներ ջան, 50 հիմա կգրեմ ով է։ Հիմա ասեմ, 50 իմ մոտ լավաշի արտադրամասին էր աշխատում, մեր հետ շատ մտելի, մենք իրար շատ ենք սիրում։ Հիմա եկել է, ես իրան տեղափոխել մեր մոտ, այս Արաքսոնի կետում աշխատելու համար, որովհետև ինքը
բոլորին գիտեն։ Դե օպերատորը հայտնա հետևորդներ ջան, արդեն կիմանան, որովհետև հասկանում եք, ով է նկարում, ոնց է նկարում, հրաս երևում է, չէ հայ, դուք միակ խոսքով լսեն, որ ատենց է։ Իհարկե։ Ես մի փոքր նվեր եմ պատրաստել։ Ահա, նվերել ունենք։ Նվերի պահ ավելի լավ նկարի այդ։ Լավ նկարի։ Աման, Դբուկի, վայ, ապրել, ինչ լավն է այն դբուկի Սորվալակարներ են։ Վահ։ Նայի Սվետլանա ջաննի սիրուն նվերներ է ստացել, բրոշկա կանֆետ։ Ես թեյ, կողամար։ Թեյ է, սա ինչ թեյ է, այսա ոնց որ վարդեր է։ Չգիտեմ, Սա վարդի թեյ է, ինձ է թվում, շատ սիրում եմ ապրել շատ, այս սուրճ, այս էլ սուրճ։ Սրանք զադարներն են, համենը թերեն զադար։ Աման, ես բանն է, են որ պիցայի օրեգանոն է, Չէ։ վա, նման մի բան է։ Սա ինչին են օգտագործում։ Իրան մեն լամաջոյի վրա հալած բանջով ու այս վրենն է։ Եկը փոքրակես։ Սաթար բանի, այս համեմունքները։ Ահա, լմիատեսեք ինձ սիրուն համեմունքներ, տարբեր գույնի, սա սենց խառը համեմունքներ, ինչ է, սենց բացում խառնում ես իրար, հա։ Շատ համով բան է։ Սա ինչ է խորոված, մսրի ամեն ինչ։ շատ լավ ապրես, Այս կոլոնիայա։ համեմունքները շատ լավ են։ Սա ինչ էր ասի։ Այս էլ ամենը։ Նույնն է։ Այս ինչ է։ Այս կոլոնիայա։ Ահա, Ոչ ինչ-որ տեղը գծած են կամ չգիտեմ գրի պես Ուսման իմանամ իրան հա։ կարաս օգտագործել։ լավ է, կարևորը նենց ոչ չունի, որ Այս հալվա։ շատ լավ է։ Խնդրեմ, սա հալվա, հետևորդներ ջան, թուրքական հալվա։ Յան չափ շնորհակալ եմ, Կիսո ջան, չես կան նեղություն կազմել։ Նեղություն չի։ Այս էլ մեծ դիքը փողը։ Աման, ապրել շատ, խնդրեմ, պայուսակն էլ է հետը, հետևորդներ ջան։ Շատ շնորհակալ եմ, Կիսո ջան, աստված թող օրհնի, Մերսի։ մամայի տարողջություն տա, որ միշտ աշխատիկներ գնացած, իրամոց ես լավ դիքը բայլել դեր ես, որ հատոց տեղավորեն, միատ ծեմուսըրոս, ես էլ սենց, անչապ շնորհակալ եմ, Կիսո ջան, Շնորհակալ, որ ես չես անտեսել։ Շատ լավ, ապրեք շատ, հիմա գնան կոպե խմելու, այո, Կարոտ էլեին քեզ աղջի, այո, Ես շոտվանից չէի ասեք ու գոտ։ այս ինչքան է, մի շապատով գնաց, ես երով շապատ, հա? Մեն է մի ավտոբուս կարգողացան։ Էլ ավտոսորտով էր, էլի? Չէ, մատացել էի, որ փուրը պակվեց։ Լոկոհար սանգեց, տարամասպացվեց։ Չէ, վատացել, ես չոր ասեմ։ Բոլորիցը գործիքը տեղավոր է, մի ամեն ստացել։ Կնկտ մորքուտներ։ Մնաց բիջիկնու։ Բիջիկին է մի բան կանենք, կոստացյալ։ Բիջիկին է։ Տնամ գնա, ժան ժողորնեմ։